Վարչապետի պաշտոնում առաջիկա ընտրություններից հետո ում եք տեսնում։ Բոլորն էլ իրանից շատ վատ են։ Ումից կներեք։ Հիմիկվա վարչապետը։ Այսինքն ուզում եք վերընտրվի։ Երևի էլի, որտեվ ուրիշ կանդիդատուրա չկա, չեմ տեսնում։ Ընդդիմադիրներից չեմ տեսնում, շատ հավանականը Նիկոլը։ Կներեք մի հարցել, օրինակ Նարեկ Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, ինչպես եք վերաբերվում։ Չէ, Ինչու։ դե Քոչարյանը մեջ կա, ոչ, ես իր ժամանակում աշխատել եմ, գիտեմ ինքը ով է։ Ով արժանի լինի։ Կընտրեք։ Ամեն դեպքում նոր եք ընտրեմ։ Այս պահի դրությամբ ոչ մեկի։ Չկա ինչ-որ չափով ընդդիմադիր, թե Ընդդիմադիր չկա ընդդիմադիր։ ինչու, օրինակ Ռոբերտ Քոչարյան, Նարեկ Կարապետյան։ Նարեկ Կարապետյանը երեք չէ առաջ օրն ասեց սեքսի նախարարություն պետք է բացի եւ դա նորմալ չէ էլի։ Վարչապետ լինելու համար նորմալ չի։ Միայն Փաշինյանին, Ինչու։ որովհետև Պարշի ինչու, նայեք տեսեք, համեմատեք։ Կներեք մի հարցել, իսկ Այո։ ինչ կարծիք ունեք Ռոբերտ Քոչարյանի, Նարեկ Կարապետյանի Զերո։ մասին։ Абսոլютно զերո։ Դուք առաջիկայում վարչապետի պաշտոնում ում եք տեսնում։ Նույն վարչապետը իմակվա։ Ինչու։ Ուրիշ անուն չեմ տեսնում հարմար։ Իսկ օրինակ Նարեկ Կարապետյան նոր դեմք է կամ Ռոբերտ Քոչարյան։ Չում իրեն ինչ դվյալներ ունի գարակ ասել ինձ որ գասեմ գարեմ ընդրել իրեն։ Սամվել Կարապետյանի եղբոր որդին։ Որ եղբայրն է պետք է ընդրենք իրան։ Էդա պատճառը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը նա վարչապետի տեխնացու է լինել։ Ես բան ասեմ, չեք նեղանար։ Ես սիրիացի եմ, 10 տարի այստեղ եմ։ Այն լավ շրջանը, որ ես ապրում եմ այստեղ, Փաշինյանի շրջանն է։ Ինքը լավ չի, բայց այն լավ շրջանն է հիմա։ Ինքը հրեշտակ չի, բայց այն լավ շրջանն է։ Եթե գա ավելի լավը, ասեք ինձ կընտրեմ։ Բայց սրան եղբայրն է, մյուսի քույրն է, ինչ կապ ունի։ Քո եղբայրը կարող է շատ լավ մարդ լինի, բայց ու վատ լինես, չէ՞։ Կամ հակառակը։ Նիկոլ Փաշինյան։ Ինչու։ Ով որ կա իրան։ Փաշինյանին։ Ինչու։ Ես իրան հավատում եմ ուղղակի։ Իսկ ինչպես եք վերաբերվում Սամվել Կարապետյանի եղբոր որդուն կամ Քոչարյանին։ Ոչ մեկին, միայն Փաշինյանին։ Ինքը որտեղ ժողովրդի մասին մտածում է, երևում է իր արած գործերից տարբերություն կա մեծ էլի։ Ադիգա ժողովրդին գարձիկն է ամեն դղաս, պետք է իրենք որոշեն, մեկ հոգիով չվերջանար, երկու հոգիով չվերջանար, ամեն ժողովուրդը գարձիկ պետք է դալ։ Եթե ներկա իշխանության ընդդիմության մասին ինչ կարծիք ունեք։ Ես հեչ մեկ բանի չեմ մասնակցիր ու մենակ գուզեմ խաղաղություն թողնա աշխարհը բոլոր եւ առողջություն մեր բոլորին։ Ում եք տեսնում վարչապետ։ Այս ցուցակները, որ հայտարարվում է, ոչ մեկը խելքամուտիկ մարդիկ չեն։ Այսինքն, որ մտածեն երկրի բարեվաճման, երկրի անվտանգության ու ժողովրդի բարեկեցության համար նախկինները տվել են իրանց արդյունքը, իրանց քննությունը։ Իսկ օրինակ նոր դեմքերից Նարեկ Կարապետյան Իրանք հեչ իրավունք չունեն մտնեն Հայաստան եւ ժողովրդի համար։ Թողեցան իրանց սիրած երկիրը, որ տարիներ այնտեղ ապրել են, որ սիրտ ցավաստան այս մարդկանց համար։ Թե չէ հարուստը որ կարող է խեղճ ժողովրդի համար սիրտ ցավաստի, ինքը բարեկեցիկ կյանքով ապրում է, այնպես խոսքերը տալի մարդկանց, որ ոչ մեկը չի կարելի ընտանիք իրականությանը հասնի, չէ՞։ Թողեցան իրանց կյանքով ապրեն այս երկրի մեջ, այսինքն մի հատ խելացի մարդ չի ճարվի որ այս երկիրը։ գործող իշխանության մասով ինչ կասեք։ Գործող իշխանության մասին էլ իր մեծ սխալներ ունի, ես բան չունեմ ասելու, որ իրանք 100%-անի իշխանություն են։ Չէ, բայց վերջի այս երկար տարի որ ստեղ ապրել եմ, թե նախկինների ժամանակ, թե մոտավորապես կարող է ասել տոկոսներով ժողովրդի համար։ Ես ինչ գիտեմ, ճանապարհներով, տարբեր խնդիրներով, պետական գործիչների մոտ մտնելով,
պետական հիմնարկների մոտներով, ինչքան է հեշտացե, ինչքան է լավացե։ Կան դրական բաներ էլ կան, բայց բացասական բաներ էլ կան։ Գիտեք, վատը նետա, որ մեր մոտ ազատությունը շատ վատ դրական տեղ ունի։ Մեր մոտ ազատությունը, այսինքն կայնել իրար հայոյել, կայնել իրան վերջի բառերով կնոջ երեխեքին քֆրել, այդ չէ լավ ազատությունից օգտվել, չէ՞։ Մարդ պետք է իր շնորհքը, իր ընտանեկան ինչ ասեմ, սովորույթները հարգի, մարդ իր ծնողին կայնի քֆուր կտա, չի տա։ Եթե լավ դաստիարակված լինի, եթե ընտանիքի մեջ մեծ ասած երեխա լինի, որ ընտանիք իր տեղն ունեցած լինի այդ կյանքում, այդ երեխան նորմալ երեխա կդաստիարակ։ Քանի որ այս թեմայից խոսեցիք, իսկ լսել եք Սամվել Կարապետյանի որդու արտահայտությունը, որ կանայք համբավ։ Այո, լավ, դուք մեկը որ այդ սիստեմի մեջ մեծացած լինի, դրանից բացի դա ինչ է կարող սպասել։ Ինչ է կարող։ Դրանից մատ խելացի բան կարող եք լսեք։ Ոնց ես կարող կայնես հերոսացումը տես բաներ կամ քո ելույթում որ ունենում ես սա ընտանիքների վիրավորես։ Ու հետո ուզում եք դուք գաք ես երգիրը սարքեք, գաք ես ժողովրդին հարգեք։ Չգիտեմ, ես մենակ բան գիտեմ, որ ոնց ուզում ա լինի մեր երկրին վտանգ սպառնա։ Ճիշտ ասած, նայում եմ գալիս է այսպես ցուցակը, բայց չեմ կարողանում կողնորոշվել, բայց եթե ինձ թվում է Փաշինյան, ուրիշ ես նրա չեմ ստան ոչ մեկին։ Իրանք խայտարակ արեցին իրան ժողովրդի մոտից հավատալրիվ կոտրվեց իրենց նկատմամբ։ Ոչ մեկին այնտեղ նայում եմ, ես չեմ վստահում։ Ոչ մեկին։ Եվ մեկ էլ Արամ Սարգսյան կարող ընտրեմ։ Ինչ կարծիք ունեք Նարեկ Կարապետյանի կամ Քոչարյանի մասին։ Շատ վատ կարծիք։ Անհարմար է, որ նրանք ընդհանրապես իրենց ցուցադրում են, խոսում են, ախր ժողովուրդը ատում է իրենց։ Դուք հավատում եք։ Բարձրապես դուք էլ չէ, ոչ մեկ չի հավատում։ Ոչ մեկը իզուր անհարմար է, որ անգամ իրենց մանավանդ Քոչարյանն է։ Ինչով է պայմանավորված այդ ատելությունը։ Հնից այն ինչ որ տեսել ենք իր ժամանակին, ինչ որ եղել է, իր ժամանակին է եղել։ Գույք պարտքի դիմաց։ Բայց դա ճիշտ էր։ Եթե իպսի բաներ առաջ չլեր, ժողովրդի այդքան չէր ատի իրան։ Հասկանում եք, ինչ որ տեսել ենք, այդ փաստորեն դրա հիման վրա ենք մենք կարծիք ստեղծել։ Գիտեք, Սամվել Կարապետյանի մասով ինչու եք վատ տրամադրվում։ Դե ես վատ չեմ տրամադրված որպես անձի իր նկատմամբ, բայց ես իրեն չեմ տեսնում որպես վարչապետ։ Ինքը միջև մամուր է, ինքը Ռուսաստանի քաղաքացի է, Ռուսաստանի համար աշխատել։ Ես չեմ տեսել որպես կարող են ինչ բան արել, բայց ես իրեն չեմ տեսնում վարչապետ։ Հասկանում եք, չեմ տեսնում վարչապետ։ Մանավանդ իր այո, իր շրջապատին տղային եւ այլն։ Ես չեմ տեսնում, որ մեր Հայաստանում այդպես վարչապետ է։ Ես ուժեղ, խելացի, համբարձակ վարչապետ եմ ուզում։ Լսել եք Կարապետյանի տղայի արտահայտությունը, որ կանայք մասին չէ, բավարարվելու եւ այլն, դա խայտարակություն է։ Եվ այդպես մարդկանց ես ոնց կարող եմ վստահեմ իմ հանրապետության ժողովրդի ձեռքը, ժողովրդին չեմ կարող ես վստահել երբեք։